Արի ասեմ։ Ինչ ա եղել, Վիվի ջան։ Հիմա կասեմ, մի րոպե։ Ասեք, ես ում։ Հա, մի րոպե հեսա կասեմ։ Ինչ եկամ։ Բան չեմ անում։ Սպասի։ Ասեք, սպասում։ Սա դե սպասի, մի րոպե ես հեսա քեզ կասեմ։ Ասեք։ Րոպե։ Ինչ եք անում։ Բայց հիմա չեմ անում։ Այ։ Ja, Keha! Իմ ժողովուրդ, իմ ազգ, իմ ցեղ։ Ես ձեզ կանչել եմ, որ հայտնեւոր ես լպրծուն Հայկոն, ուզում էր բռնի ուժով տիրանար իմ Վիվին։ Ստացի։ Բայց ախր ձյաց Ցեղապետ ջան, Հայկուն պատմես չէ ոնց է ամեն ինչ իրականում եղել։ Լսի մոսո դու ինձ ձեր ես առնում։ Ես ում հավատամ, Հայկոյի, որ 2 ամիս է ճանաչում եմ, թե որ 14 տարի է ճանաչում եմ Վիվիին, որ 12 տարի առաջից խաբեց թողեց ձեռացավ, բայց վերադարձել է, չէ։ Ում հավատամ, մոսո։ Ձյաց Ցեղո, դու ցնդել ես։ Բաց թող ընկերոջը, սա այնախում։ Ես երկար ժամանակ մտածում էի, թե ինչպես պատժեմ սրան։ Ու հասկացա, որ բաբալի պատիժները շատ մեղմ են սրա կատարածի դիմաց։ Ստեղ ավելի դաժան պատիժ է պետք։ Ու ես դրա համար հրավիրել եմ են բանին։ Են բանին? Իսկ անուն չունի, չեմ հասկանում։ Նորացին երեխա է գալու մեզ պատժի։ Պապա, ինչ ես անում։ Ոնց թե այն բանին ես կանչել, որ Մոսոին պատժի։ Բաց թող Մոսոին, ոնց թող։ Մի հատ եկեք ես սիսին, տարեք իր ասենյակ, հագեք մինչև չասեմ, բաց չթողնեք։ Տարեք։ Մոսո։ Բաց թողեք։ Մի 3 ժամից բանը կգա։ Հիմա արագ ցրվեք ձեր քարանձավները։ Իսկ դուք չլսեցիք ինչ ասեց ձյաց Ցեղապետը։ Ցրվեք քարանձավներով։ Պաստորեն ձյաց Ցեղոյի ասածը ձեր համար հեչ, հա։ Լավ, ինչ ենք անելու Հայկոն։ Նինի ջան, մի հատ Մոսոյի ու Հայկոյի հետ կապված հարց կարամ տամ։ Դուրս ասա։ Այսօր ճաշ սարքել ես։ Այդ հարցդ Հայկոյի Մոսոյի հետ ինչ կապ ուներ, բայց հա, սարքել եմ։ Հեսա սպասի կտենաս որ կապ ուներ։ Ասում եմ, ասենք թե Ցեղապետը Հայկոյին ու Մոսոյին ասենք։
Ես կարամ այդ իրանց բաժին ճաշնելու դե։ Ընկեր դու արդեն մեր ուղեղներն ես ուտում։ Չկշտացար։ Ես Հայկոին ճանաչելով կարամ ասեմ, որ Հայկոն իրան տենց բան թույլ չէր տա, այդ հաստատ մամայի ձեռքի գործն է։ Պետք է մի բան մտածենք, որ պապան հանկարծ Հայկոին ու Մոսոին չպատժի։ Ես մտածեցի։ Ասում եմ ես կհելնեմ, այսպես կգնամ ու ապրես սոսո։ Սոսո, դու առաջարկում ես խեղտել Հայկոին ու Մոսոին։ Այո։ Հայկոին ու Մոսոին որ խեղդենք, էլ թերապետը չի կարա իրանց բաժի։ Էսի խեղդված մարդկանց ո՞նց պետք է բաժի, է։ Նկուլը։ Լավ էլի Սոսո։ Հայկո, սես չի կարա շարունակվի։ Ասում եմ, պետք է մի բան մտածենք, սրանցից ազատվենք։ Հաստատ։ Ասում եմ, կարող է սես բան անենք։ Տղեկ ջան, մետ կգակ բան ասեմ։ Մոտիկ եկեք բան եմ ասում, էլի։ Խվի Հայկո։ Դու պիտի դավայ։ Լավա չէ, ապե։ Դիարի լեղքենք սիրենց ու պահնենք։ Շատ լավ Մոսո։ Դիարի անենք։ Տղեկ ջան, որ խնդրեմ մետ մոտիկ կգակ բան եմ ասում, էլի։ Մետ մոտիկ եկեք բան ասենք, էլի ավելի մոտիկ։ Դե վսո Հայկո լղքի։ Ֆայն մամամա ջան, մոռացել եմ որ ձեռներս կապած։ Նինի ջան, ես մի հատ սենց տարբերակ եմ մտածում։ Տղեկ ջան, ես խորովածը պապանած ես հյուրասիրել։ Բայց մենք, այդ խորովածը արդեն նախորդ թույնած կլինենք։ Լավ բան ես մտածել, չէ՞։ Շատ լավ գաղափար այն խորովածը։ Թույնելը։ Մոսո, ուրեմն ուշադիր լսի։ Ես կարողացել եմ քանդել իմ կապերը, հիմա քոնն էլ կարծակեմ, այս կողքի տղայից ես քարով կխփեմ, դու էլ քո կանգնած տղային բռունցքով կխփես ու մենք կարողանանք փախնել։ Լավ բան եմ, չեմ մտածել։ Ձեզ լավ բան ես ասում։ Բայց շատ բարձր ես ասում։ Տղեկ ջան, ես խորովածը պապանած ես հյուրասիրում։ Ես հեսա կգամ։ Քուրիկ ջան, ես ափսեի մեջի խորովածը չկա։ Ոնց թե չկա։ Տենց, տարա, բացեցի, տեսա չկա։ Ինչ որ մեկը կերել է։
Սոսո։ Այ չադինի։ Սոսո, այս խորովածը դու ես կերել։ Էդի խորովածը, էդի բանը, էդի չէ, ես չեմ կերել։ Սոսո, հաստատ Սոսո։ Հա, էդի հաստատ, բայց այո։ Հələ հենց հիմա արիստեղ։ Սոսո, ի՞նչ է դեմքդ։ Ինչը։ Ընկեր ջան, այդ խորովածը ինչի ես կերել։ Այդ թունավոր էր։ Թունավորվել ես։ Ոչ էլ թունավոր է, շատ էլ համա խորոված է, ինչ է։ Համաձայն եմ։ Ոնց եք տղաներ։ Կայուն վատ։ Հեսա ցեղապետը ձեզ կուղարկի։ Ու դեռ ժամանակի մեքենան կդառնա իմը։ Ու այդ ժամանակ ես ինչ ուզեմ կարամ անեմ։ Ու ամեն ինչին կտիրանամ։ Ես բան ասեցի, քո ծիծաղն եկավ։ Դե կտեսնենք։ Հայկու ջան, հանգիստն է ստիլ էս։ Ժամանակը անցնում է։ Էս էլ հո կինո չի, որ սպասենք վերջին, որ վերջում լավ բան լինի։ Արդեն մոտենում է պատժի ժամանակը։ Ով համարում է, որ մոտիկ է եղել Մոսոյի ու Հայկոյի հետ, կարա հաջող անի։ Մոսո, ես շատ կկարոտեմ քո գլուխը։ Ես ոչ դիմավորեցի, նենց էլ ճամփու ես դնում ցավը տանը։ Մոսո, դու իմ համար միշտ օրինակ ես եղել։ Իսկ օրինակ դու, չէ, դու հա, դու չէ, դու հա, դու չէ։ Ինչ եմ ուզում ասեմ, Մոսո ջան, ես քո համար շատ տխուր եմ։ Իսկ քո համար չէ ընկեր։ Ինչի եմ ասում ընկեր, որովհետև անունդ էլ չեմ հիշում։ Այդ ձևի մեկ ես իմ համար։ Ապրես փոքրիկ հասնող ձյաձիկու ջան, ապրես։ Դե ես էլ ուզում եմ։ Լավ երեխեք ջան, ապրեք, մերսի շետ, գնացեք։ Ապեր մի հատ շատ կարևոր բան եմ ուզում քեզ հարցնել։ Նինին հարցեցի չպատասխանեց։ Ասում եմ, որ ցեղապետը ձեզ հետո այդ ձեզ բաժին ճաշը։ Կարամ ես ուտել։ Կարաս, կրես մեզ է ուտես, մեկը չենք զգա։ Ապրեք տղեկ ջան, այդ տղեկ են է։ Մոսո, ես ամեն ինչ փորձեցի անեմ, որ մնաս, բայց ախմոս։ Պատենում ես ձեզ նինջան, ինչ հետաքրքիր բան է կյանքը, որ նոր եկի է ուզում էիր գնայի, իսկ հիմա գնում եմ, ուզում ես մնամ։ Գոգոս որ գա մի հատ քաչելը կպաճես, լավ կնայես գոգոյիս։ Դե վсё, ձեզ նինջան, դե լավ, դե վերջ բայ։ Այկո ջան, աջո։ Եկավ պատժելու ժամանակը։ Եվ ես հիմա կկանչեմ նրան։ Դու այդ YouTube-ի վատ կոմենտ գրողա, որ անուն չունի։ Ում եք տանջում, քեզ եք տանջում։ Ես էլ քեզ կանչել։
Ում եք տանջում։ Մենք տանջում։ Քեզ եք տանջում։ Քեզ եք տանջում, դե տանջուի։ Իրան չեք տանջելու։ Ում եք տանջում։ Ինձ եք արդեն տանջում, ում եք տանջում։ Սրանց ենք տանջելու, բանջան։ Ձեզ եք տանջում։ Լավ ենք անում։ Փաստորեն ձեզ եմ տանջում։ Էս սկզբի համար թռուցիկներ։ Եվ այսպես բացում եմ տանջանքների գիրկը։ Տանջանքների գիրքը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է։ Եվ այսպես սկսում ենք տանջելը։ Ու ոնց եք մեզ տանջելու։ Ոնց եմ տանջելու։ Այս ամբողջ չաղկիրքը կարդալու եմ ձեր համար։ Ուրեմն, լինում է, չի լինում, մի աղջինակ է լինում։ Նա որոշում է մի օր հաշվել, մեկից մինչև ամերջություն։ Գնացինք։ 1 2 3 4 Ահա 5 6 7 Ուրը Հայկու քո ներվերի վրա չի ազդում, չեմ հասկանում։ Հասկացանք մաթեմ սիրում ես, բայց այս տիպի 8 9 Համբերի մոսո։ Ինչա համբեր եմ, հələ նոր 9-ը հասե։ Մինչև անվերջություն էլ մի հազարաթիվ կա։ 10 11 12 13 Էնեն լինին, սկսեին լինին։ Ստացվեց։ Ինչ է ստացվեց։ Մոսո, ես քեզ հիմա մանրամասն ամեն ինչ կբացատրեմ։ Ուրեմն այդ սարքի շնորհիվ ես մարդկանց սառացրեցի։ Արա թքած այդ ամեն ինչի վրա, կարանք փախնենք։ Հա, մենք ընդամենը ունենք 1 րոպե ժամանակ, 1 րոպեից նրանք ետ կգան։ Դե դու գնա ժամանակի մեքենան խոտտուր, ես մեր շուտսիսին տենամ գամ։ Ճոշնին, еще увидимся. Еще увидимся։ Կարող է սոված էր։ Ոգոս երբ սոված էր լինում, այդ ժամանակ էր տենց ասում։ Արևս, գոջուկս, ես գիտեմ, որ դու հիմա ինձ չես լսում, բայց միևնույն է, ես չեմ կարող այս ամեն ինչը քեզ չասեմ։ Ես հիմա գնում եմ մեր ցեղ, որովհետև չեմ կարող մնամ։ Ես քեզ սիրահարվել եմ մեր հանդիպման առաջին վայրկյանից, ու առանց քեզ ես էլ չեմ կարող։ Ես այսքան բաների մեջով անցա հանուն քեզ, ու հիմա ստիպված փախնում եմ, բայց ես չեմ թողի, որ մեր սերը կորի։ Ես խոստանում եմ, որ ես կվերադառնամ։ Սիրում եմ քեզ։
Հա? Գնացինք։ Գնացինք։ Որ չեմ հավատում։ Երևան գնալու եմ հիմնական չեմ կարա մնամ, որովհետև պետք է գամ Սիսին վեկալեմ 1000 գործ կանես, որ գաստու Հայկո։ Պատրաստ ես։ Միշտ պատրաստ կամանդիր։ 3, 2, 1, start։ Միասա, չասես դու իստենց բադե։ Ես Երևանում եք Հայկո։ Ես Երևանում եք Հայկո։ Ես Երևանում եք։ Ապե, Երևանում եք։ Վայ մամա ջան։